ընտանիքը լիարժեք է, երբ կա երեխա, այդքան էլ չի համապատասխանում մեր։ Ոչ թե այդքան էլ չի համապատասխանում, այլ հակասում է քրիստոնեական ընտանիքի գաղափարին, որովհետև պսակի ժամանակ չեն լինում ամուսինը, կինը, տղամարդը եւ երեխան, այլ մեն կինն ու տղամարդը եւ խոստում են տալի մեկը մեկին։ Եվ մեր աղոթքի մեջ էլ ասում են Տեր, եթե կամենաս ու այս մարդիկ երեխաներ ունենան։ Այսինքն ընտանիքը կնոջ ու տղամարդու միությունն է, բացառապես կնոջ եւ տղամարդու միությունը։ Ոչ կիսուր կեսրար եւ զոքաջաների տղամարդու կնոջ, ոչ երեխաների ու տղամարդու կնոջ, չգիտեմ, միայն տղամարդու ու կնոջ միությունն է ընտանիքը եւ պատասխանատվությունը ունեն ընտանիքի նկատմամբ, մեկը մեկի նկատմամբ, տղամարդը եւ կինը։ Եվ հստակ է ասում սա Քրիստոս Մատթեոսի ավետարանում, որովհետեւ տղամարդը պիտի թողի իր հորն ու մորը ու գնա իր կնոջ հետևից եւ պիտի այսուհետեւ մեկ նկատվեն։ Արդ ինչ Աստված միացրեց, մարդ թող չբաժանի։